Ես ունեմ հարցեր, Տիկին Բաթոյան։ Դուք նշեցիք ըստ էության ձեր ամբողջ հիմնավորումները այն մասին էին, որ մարդիկ չեն կարողանում գալ, հա? Հեռավոր մարզ, տեղաշարժման սահմանափակումներ, այս ամեն ինչը շատ անորոշ է, որն է հեռավոր մարզ կոչվածը, ինչ է նշանակում հեռավոր մարզ։ Արդյոք կա տենց բան, չափելի տվյալ, թե որից սկսածն ենք մենք համարում հեռավոր մարզ։ Երկրորդ, պարզա հաշմանդամություն, տեղաշարժման խնդիր, բայց ձեր նախագծի մեջ որևէ կերպ արտացոլված չի։ Ըստ ձեր նախագծի դուք սահմանում եք պարտականություն պատգամավորի համար հեռավար հանդիպել բոլոր ցանկացող քաղաքացիների հետ։ Բոլոր հարցերին ասում եք դա աշխատակազմը իր կարգով կսահմանի։ Բայց դեպքում կարող եք ինձ ասել ինչու է օրենքում դա գրվում։ Միակ տրամաբանական բացատրությունը նա է, որ դուք օրենքում ուզում եք ամրագրել պարտականություն նման։ Ճիշտ եմ հասկանում։ Եվ որևէ կերպ ձեր նախագծում չի երևում, տարանջատում, ում համար է այդ հնարավորությունը, բոլորի համար է, ձեր նախագծի դուրս գալիս, որ բոլորի համար է։ Եթե դա տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար է, պետք է դա արտացոլված լինի նախագծի մեջ։ Դա հիմա արտացոլված չէ։ Եթե դա ձեր ասած բարդ վիճակում, ինչ որ չգիտեմ, դա էլ ավելի անորոշ է դարձնում այն ամենը, ինչ հիմա մենք քննարկում ենք, որովհետև շատ դժվար չափելի է, թե ինչ է նշանակում, հա, որովհետև նույնիսկ կարծես թե սոցիալական բառը չօգտագործվի, չէ՞, կյանքի դժվար պայմաններում, կյանքի դժվարին իրավիճակում է Տիկին Ջուլհակյանի ինքը սահմանում է կոնկրետ օրենքով եւ տալիս է թե ովքեր են։ Հա, շատ լավ, եթե դա կոնկրետ չափելի բան է, հա, կոնկրետ չափելի է, բայց լայն է։ Դա որևէ կերպ ձեր նախագծի մեջ արտացոլված չէ, եւ նախագծի կարգավորումը հիմա այն է, ձեր առաջարկի, որ բոլոր ցանկացող մարդկանց հետ պատգամավորը պետք է հանդիպի առցանց էլեկտրոնային մի րոպե կապի միջոցների կիրառմամբ, ընդ որում նաև ձեր նախագծի չի խոսում այն մասին, որ այս ընթացակարգը հանդիպումների ազգային ժողովի աշխատակազմի կողմից սահմանված կարգով պետք է տեղի ունենա։ Որևէ կերպ ձեր նախագծի մեջ դա արտացոլված չէ։ Խնդրում եմ հարցերին պատասխանել եւ ասել ինչ անել։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Ջուլհակյան։ Վերջից սկսեմ, ձևակերպման հետ կապված, հա, որ արտացոլված չէ, տեսեք, երբ մենք խոսում ենք ձևակերպման մասին, պարտականության, ընդհանրապես քաղաքացիների ընդունելության մասով ձևակերպումը էլի այդպիսին է, լայն է, այսինքն կազմակերպել քաղաքացիների ընդունելություն։ Սա նշանակում է, որ բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն, մենք չենք ենթադրում էլեկտրոնայինը մի կողմ ենք հիմա տոնում, հա, ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ցանկություն ընդունելության, կարող են դիմել, չէ՞։ Եվ հետևաբար արդեն մենք էլի պիտի հղում տամ բնականաբար կարգին, որտեղ նշվում է հստակ, օրինակ, որ դեպքերում այդ ընդունելությունը կազմակերպվում կամ որ դեպքերում չի կազմակերպվում, որ դեպքերում երբ, այսինքն ավելի հստակ մանրամասները կարգում է նշվում։ Եվ այստեղ էլ ոչ մի տարբերություն չկա, այսինքն քաղաքացին ֆիզիկապես է ուզում գալ մասնակցելու, թե հեռավար եղանակով։ Ինչ վերաբերում է էլի կյանքի դժվարին իրավիճակներին կամ հաշմանդամությանը, սա էլի ես կարծում եմ, որ կարելի է կարգով սահմանել, որովհետև ոնց որ օրինակ կարգում սահմանված է, թե ով չի կարող մասնակցել կամ օրինակ եթե նույն քաղաքացին, հա, մի քանի անգամ կամ վերջին 3 ամսվա ընթացքում, չգիտեմ, էլի մասնակցել է բաներին ընդունելությանը եւ այլն, այստեղ հստակ չափանիշներ կան, այդտեղ եւս կարող է այդ չափանիշը դրվել, օրինակ այն քաղաքացու դեպքում, որը ունի, չգիտեմ, տեղաշարժման դժվարություն կամ հաշմանդամություն, ինչ վերաբերում է մարզին, դա էլի որոշելիք, այսինքն մենք կարող ենք, եթե ուզում եք դնել չափելի ինչ-որ բան հեռավոր մարզի համար, չգիտեմ, կիլոմետրեր սահմանել եւ այլն, բայց նորից էլի պիտի այդ հղումը տամ դրան, որովհետեւ կարգին, որովհետեւ նաեւ մյուսի դեպքում շատ լայն է, այսինքն ընդհանուր ձևակերպումը, այսօրվա գործող կարգավորումը, ասում է պարտավոր է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, թե ինչպես, ոնց, ինչ ժամանակահատվածում, ինչ կարգով արդեն կարգն է որոշում։ Ինչպես է էլեկտրոնային եղանակն։ Որ կարգ պետք է Արձագանքս, ես այդուհանդերձ կարծում եմ, որ այն կարգավորումը, որը դուք բերել եք,
չի կարող սահմանափակել ցանկացած քաղաքացու ցանկությունը պատգամավորի հետ էլեկտրոնային ցանկացած կապի միջոցով ունենալ հանդիպում։ Հետևաբար իմ առաջարկն է եւ նաեւ դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, որ պատգամավորի համար սա որևէ ծավալ չի ավելացնում, չի կարող չավելացնել Տիկին Բաթոյան, որտեւ դուք ասեցիք, որ մարդիկ շատ ժամանակ չեն կարողանում գալ, չգիտեմ, մեկը ալարում է եւ այլն, արդյունքում երբ որ պատգամավորը անում է ընդունելություն, իր մոտ գալիս է 10 քաղաքացի, հա։ Երբ որ պատգամավորը անում է ընդունելություն հեռավար, երբ որ մարդը տանը նստած ընդամենը պետք է հեռախոս միացնի եւ կապի դուրս գա, էլ այնտեղ ոչ ալարելու խնդիր կա, ոչ կալ հասնելու խնդիր կա, այսինքն բնականաբար ծավալը ավելանալու է, հետաբար ձեր պնդումը որևէ կերպ հիմնավոր չի, ծավալ չավելանալու առումով։ Դուք ասեցիք, որ կարգում հստակ սահմանված է, թե ինչքան կարող է տեղել քաղաքացիների ընդունելությունը։ Դուք որ քաղաքացիների ընդունելությունն արել եք, ասել եք վերջ քո ժամանակ ավարտվեց դուրս տարի, հա։ Կամ ես ընդամենը 2 ժամ էի տրամադրելու քեզ, իմ մոտ երբեք չի եղել, որովհետև եկել են քաղաքացիները, մնացել են երկար եւ դա երբեք 2 ժամ չի տևել։ Եվ բնականաբար նույնը չես անջատելու հեռախոսը վրա, ասես ցտեսություն, հաջողություն, քո ժամանակ ավարտվեց։ Այդպես չի լինում։ Հետևաբար իմ առաջարկն է Տիկին Բաթոյան, եթե մենք որոշում ենք ընդլայնել կամ հնարավորություն տալ անձանց մասնակցել նման ընդունելությունների, ապա սկսենք հաշմանդամություն ունեցող անձանցով, բայց տեղաշարժման խնդիր ունեցող հաշմանդամություն ունեցող անձանցով եւ դա հստակ գրենք այս կանոնակարգ օրենքի մեջ, որը սահմանադրական օրենք է, որ այս կարգավորումը վերաբերում է բացառապես այդ անձանց։ Որտեղ մնացած բոլոր մարդիկ, որոնք կարող են գալ, իրենք պետք է գան։ Իսկ այն անձինք, որոնք չեն կարող գալ, հասկանալի է, որ իրենք չեն կարող գալ, այո, պատգամավորը իրենց հետ հեռավար կարգով հանդիպումը կկազմակերպի նույն ձևով, ինչով որ կազմակերպում է այլ քաղաքացիների հետ ֆիզիկական ընդունելություն անելու ժամանակ։ Ես այս առաջարկն եմ ձեզ անում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տիկին Ջուլհակյան, ես արձագանքեմ ձեր մեկնաբանության։ Տեսեք, կարգով սահմանված է, որ յուրաքանչյուր ընդունելության համար նախատեսվում է 2 ժամ։ Ոչ մի տարբերություն չկա, դուք այդ քաղաքացուն մենք ֆիզիկապես ենք ընդունել թե on-line, եթե դա երկար չկա, ավելի հարմար, իդեպ պատգամավորի համար շատ ավելի հարմար է on-line տարբերակով։ Եթե այդ քաղաքացու հետ հանդիպումը երկարում է, կապ չունի, ինքը on-line էլ կերկարի, ֆիզիկապես էլ կերկարի, բայց սահմանված է 2 ժամ։ Եվ դրա համար այդ 2 ժամի մեջ է պետք դա ներառել։ Այսինքն, եթե աշխատակազմը գրանցում է քաղաքացիներին, որոնք որ պիտի հանդիպում ունենան պատգամավորի հետ ընդունելությանը մասնակցեն, ինքը այդ ժամանակն է նկատի ունենում, այսինքն 2 հոգի է, մի հոգի է on-line, մնացածը եւ այլն։ Սա ինչ վերաբերում է տևողությանը, իսկ ձեր առաջարկի մասով նորից եմ կրկնում, մենք կարող ենք քննարկել, հասկանալ, թե ոնց անենք, որ եւ այն մարդկանց համար, այսինքն ավելի դա թիրախային դառնա, որպեսզի ովքեր որ չեն կարողանում գալ իրենք կարողանան դրան մասնակցել, ուղղակի հասկանանք, թե ինչպիսի ձևակերպումներ ենք տալիս, այսինքն ես ընդունում եմ առաջարկը այն իմաստով դիտարկման համար, Տիկին Մինասյանինը, որ հասկանանք, արդյոք դա հնարավոր է միայն կարգով ամրագրել, թե անհրաժեշտ է օրենքում ինչ-որ փոփոխություն այնուամենայնիվ, եւ ինչպես է դա պետք անել, որ մեր նպատակին ծառայի, այսինքն իհարկե իմ ձևակերպումներով իմ համոզմամբ այդպես է, որովհետև եթե կարգում ենք անում ենք փոփոխությունը։ Նկատի ունեմ, եթե մենք կարգում չանենք, միևնույնն է, էլի կլինեն քաղաքացիներ, որոնք կարող են Երևանից էլ, չգիտեմ, ուզեն, թեև փորձը ցույց է տալիս, որ հիմնականում ուզում են պատգամավորների հետ դեմ առ դեմ հանդիպել։ Համենայն դեպս այս ձեր առաջարկները կքննարկենք ու հետո կներկայացնեմ ուրեմն արդեն եթե անհրաժեշտությունը լինի լրամշակված տարբերակով։